Քանի որ այդտեղ Էդգար Պետրոսյանը ինչ որ պատվոխով հարց է տվել, դուրս չգա էլի որ խուսափում ենք։ Ու այս հարցը շատ բան է, նաև երբ որ նախագահ Սերժ Սարգսյանը մեզ հյուրընկալվի մեր ոդքասթին, ես այս հարցի մասով եմ ուզում մենք երևի թե զրուցենք։ Ես ուզում եմ պատասխանեմ այս հարցին ու շնորհակալություն եմ հայտնում հարցի համար։ Էդգար Պետրոսյանը հարցնում է։ Ու հեգնանքն ու բանը մի կողմ ամեն մարդ իր ձևով, օքեյ, հարց չկա։ Այդ որ ասում եք 21 Բարի երեկո Տերեկ ջան, Նարեկ ջան, որ խնդրեմ կասես Սերժ Սարգսյանը 21 թվին Նիկոլին 24 ժամ տվեց, որ ու ասեց, որ բանկ ասի կամ ցույց կտա, որ թուրք Նիկոլի դեմքը կպատռվի։ Կարող է իմանաս երբ է ասելու կամ տարածելու։ Էդգար ջան, եթե չգիտես եղբայր, ինքը հետի հենց 24 ժամ հետո ասել եւ հրապարակել է։ Ինչեր, որն է։ Ինչի մասին էր խոսքը։ Որտեղ Նիկոլ Փաշինյանի խոսակցությունից ձայնագրություն էր, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ղարաբաղյան բանակցություններում իրան դնում է գժի տեղ, եւ այլն եւ այսինքն բամարդը ֆակտ հայտարարում էր, որ ինքը հանցանքագործել, այո, հանցանքագործել այս պետության դեմ եւ հատուկ տարել է փակուղի բանակցությունները, որպեսզի լինեն ինչ եղել է։ Այլ հարց է, որ ձեզանից շատերը կամ հատուկ նաև այդ ակնկալիք է որոշների մոտ տենց բորբոքվում էր, որ ինչ որ տենց սեռական բնույթի ինչ որ բաներ պիտի տարածվի, ինչ որ բաներ կա եւ այլն եւ այլն։ Ուրեմն ասեմ ձեզ մի բան։ Ես կարծում եմ, որ մեր հանրության քաղաքականացված հատվածի մեծագույն իրավիճակը ճիշտ գնահատելու մեծագույն բացերից մեկը Սերժ Սարգսյանին չճանաչելն է։ Այ երբ որ դուք Սերժ Սարգսյանին ճանաչեիք, կհասկանաք, որ Սերժ Սարգսյանը երբեք որևէ նմանատիպ այդ ձեր պատկերացրած բանը, եթե անգամ ինքը տիրապետ էր, ինքը երբեք դա չէր հրապարակի։ Իսկ այն ինչ որ հրապարակել է, դա ոչ միայն պետք է սկանդալ դառնար, այլ դա պետքա դառնար հաջորդ օրը Նիկոլին ձերբակալելու հիմք ցանկացած նորմալ պետության իրավապահ համակարգի համար, հասկանում եք։ Այսինքն այո հրապարակվել է իրոք սենսացիոն բան, որտեղ մարդը խոստովանում է, որ ինքն իրան գժի տեղ է դնում ու հատուկ բանակցությունները տանում է փակուղի։ Իրա լեզվով, իրա բերանով։ Այլ բան է նորից, որ ինչ որ մարդիկ ձևավորել էին ակնկալիք, նաև ընդդիմության ներսում ինչ ուրիշ բաների, բայց նորից եմ ասում, եթե մի 5%-ով Սերժ Սարգսյանին ճանաչեիք, տենց ակնկալիք ձեր մոտ չէր ձևավորել։ Ես մի բան էլ այդտեղ կարամ ավելացնեմ, որ իրականում կարծում եմ թե Սերժ Սարգսյանը եւ թե շատ մարդիկ, որոնք սովոր են adekvat տենց պետականամետ մոտեցումներին, կարծում եմ գերագնահատել են մարկանց ընկալումները, այսինքն ենթադրում եմ, որ կգուցե խոսենք այդ մասին երրորդ նախագահի հետ, բայց երբ ինքը մեզ հյուր լինի, բայց ես կարծում եմ, որ երրորդ նախագահին ողջամտորեն թվացել է, որ այդ տեղեկությունը շատ ավելի մեծ բում պիտի անի, քան որևէ մի տեղեկություն, օրինակ ինչ որ մեկի սեռական կապերի կամ ինչ որ տես մի բանի մասին, որտեղ փաստացի երկրի ղեկավարը խոստովանում է, որ ինքը իրան գժի տեղ է դնում, որպեսզի ինչ որ տես բաներ լինի, հա, ընդունում է, որ ես ինձ գժի տեղ եմ դնում, այսինքն դա ասենք դրանից այնյան, ասենք ավելավա ինչ որ մեկի իրան շիներ ակնհայտորեն, հա, կամ ինքը մի 10 հոգի շիներ, այսինքն ավելի վատ է այս գժությունը։ Բայց արի ուտես, որ դա տենց չի դառնում, ավելի լավ էր տենց մի հատ տեղեկություն։ Լուսախ մտածել եմ, մեզ մոտ սենսացիան, տենց բան է դա։ Հա, տենց է ցավոք։